Տրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիայի անեքսիայի մի քանի տարբերակ, այդ թվում ռազմական գործողություններ։ Այս մասին հայտնում է CNN-ը հղումանելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին։ Նա հիշեցրել է, որ Թրամփը հստակեցրել է Գրենլանդիայի ձեռքբերումը ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթությունն է եւ կենսական նշանակություն ունի արկտիկական տարածաշրջանում հակառակորդներին զսպելու համար։ Նախագահը եւ նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքականության նպատակին հասնելու մի շարք տարբերակներ եւ իհարկե ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը միշտ էլ գլխավոր հրամանատարի համար հասանելի տարբերակ է, ասել է Լևիթը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինական լրատվամիջոցների ՆԱՏՕ-ի երկրներից անսպասելիորեն լավ լուր են ստացել, այս մասին հայտնել է Սոհուն։ Հեղինակները այս գնահատականը վերագրում են Լեհաստանի նախագահ Կարոլ Նավոտսկիի վերջին հայտարարություններին, ով իր երկրի համար սպառնալիքները նշել է ոչ թե արևելքից, այլ արևմուտքից։ Չինացի լրագրողները նշել են, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության առաջնագծում գտնվող Վարշավան անսպասելիորեն իր ուշադրությունը կենտրոնացրել է իր ավանդական արևելյան վեկտորից դեպի դաշնակիցները։ Քննարկումը սկսվել է Նավրոտսկիի հայտարարությունից, որ Լեհաստանի համար հիմնական սպառնալիքը գալիս է արևմուտքից, ինչպես նաև նրա պատրաստակամությունից առաջնահերթություն տալ իր արևմտյան սահմանների պաշտպանությանը։ Սա ըստ աղբյուրի ընկալվել է որպես Գերմանիայի գործողություններից դժգոհության ակնարկ։ Նման հայտարարությունը Բեռլինում սուր արձագանք են առաջացրել, որին հաջորդել է Վարշավայի եւ Լեհաստանի առաջնորդի քննադատությունը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քայլեր ձեռնարկի ուկրաինացիների զանգվածային արտագաղթը դեպի ԵՄ երկրներ կանխելու համար։ Կանցլերի խոսքով Ուկրաինայի իշխանությունները պետք է խրախուսեն բնակիչներին աշխատել իրենց երկրում, այլ ոչ թե տեղափոխվել եվրոպական երկրներ։ Ուկրաինան պետք է ապահովի, որ երիտասարդները կարողանան գտնել արժանապատիվ աշխատանք իրենց երկրում, այլ ոչ թե մեկնել Գերմանիա, Լեհաստան կամ Ֆրանսիա, ընդգծել է Մերցը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին, սակայն նշել է, որ դեռևս ամենադժվար քայլերն առջևում են։ Մենք ավելի մոտ ենք խաղաղության հասնելուն, քան երբևէ, սակայն ամենադժվար քայլերը դեռ առջևում են, ասել է Սթարմերը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը կրկին մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկության մեջ։ Նա պնդել է, որ սա իր ասացի հակառակն է, քանի որ Մոսկվան շարունակում է սարսափելի հարվածներ հասցնել հանրապետությանը։ Նա խոստացել է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա եւ աջակցել Ուկրաինային։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Կապիտոնյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Ղեկավարվելով հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով Նարեկ Կապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ասված է կառավարության որոշման մեջ։ Այս տարի արդեն ունենալու ենք 6 ամսականներից սկսած մսուրի ծառայություն, ընդհանուր առմամբ մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա ծրագրերի թիրախը։ Այս մասին այսօր հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականին նախադպրոցական կրթության ոլորտում շատ կարևոր ծառայություն էին մեկնարկել մինչև 2 տարեկան երեխաների մսուրի ծառայությունը։ Սա մի բան է, որը պետական նախադպրոցական կրթության ոլորտում թերևս խորհրդային ժամանակներից հետո չի եղել։ Երևանում ունենք մանկապարտեզներ, դրանց միանալու են մանկապարտեզներ Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, որտեղ գործում են վաղ մանկության տարիքի խմբերը, ասել է Ժաննա Անդրեասյանը։ Նա նաև նշել է, որ նախորդ տարվա համեմատ ավելի մեծ ցուցանիշ ունեն ներառականության մասով։ Այսօր սովորում են ավելի քան 1700 կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։ Երբ այս ծրագիրը սկսեցինք, ընդամենը 91-ն էին, նշել է Ժաննա Անդրեասյանը։ Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր-Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ թեմի դիվանապետ Տեր-Գարեգին Քահանա Արսենյանի վերաբերյալ գործը կքննի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերաբերող քրեական գործը 2025 թվականի դեկտեմբերի 29-ին մուտք է արվել դատարան։ Գործը մակագրվել է հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը հետվիրահատական բուժում է անցնում, նրա առողջական վիճակն այս պահին բավարար է գնահատվում։ Այս մասին տեղեկացրել է Իզմիլյան բժշկական կենտրոնի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։ Սրբազանի առողջական վիճակը բավարար է, հետվիրահատական բուժում է անցնում։ Դեռ տեղեկություն չկա, թե որքան ժամանակ կմնա բժշկական կենտրոնում, սակայն հստակ է, որ բուժումը դեռ պետք է շարունակվի։ Մանրամասնել են բժշկական կենտրոնից։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել
այլ arczepiskopos Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին Սրբազանը վիրահատվել է Իզմիրյան բժշկական կենտրոնում։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները համապատասխան գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ վերջին օրերին Վրաստանից 13 օտարերկրացու են արտաքսել, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Միգրացիայի դեպարտամենտի համապարփակ ջանքերի արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքմենստանի, Իրանի, Կուբայի, Թուրքիայի, Թայլանդի եւ Ադրբեջանի քաղաքացիներ, ընդհանուր առմամբ 13 մարդ։ Նշվում է, որ վերջին 1 տարվա ընթացքում Վրաստանից արտաքսված օտարերկրացիների ընդհանուր թիվը կազմել է 1311 մարդ, ըստ գործող օրենսդրության արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ տնտեսական անկման մեջ գտնվող Եվրոպան կվնասի սեփական ժողովրդին, եթե համաձայնի Ուկրաինային տրամադրել 800 միլիարդ եվրո։ Նրա խոսքով եվրոպացի առաջնորդների համաձայնությունը Կիևի պայմաններին կունենա ծանր սոցիալական եւ տնտեսական հետևանքներ։ Օրբանը ընդգծել է, որ նման ֆինանսական բեռը վերջի վերջո կխարխլի կենսամակարդակը եվրոպական երկրներում, իսկ դրա գինը կվճարեն հենց հարկատուները։ Նրանք, ովքեր համաձայնում են վճարել այդ գինը, վնասում են իրենց սեփական ժողովրդին եւ ժամանակի ընթացքում հասարակությունները կդիմադրեն քաղաքականությանը, որը քանդում է կյանքի ստանդարտները, նշել է նա։ Փարիզում ցանկացողների կոալիցիայի հանդիպման ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը առաջընթաց է գրանցել Ուկրաինայի երկկողմ անվտանգության երաշխիքների եւ նրա տնտեսական վերականգնման ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտքոֆը։ Մենք զգալի առաջընթաց են գրանցել աշխատանքի մի քանի կարևոր ոլորտներում, այդ թվում երկկողմ անվտանգության երաշխիքների եւ տնտեսական բարգավաճման ծրագրի շուրջ, նշել է հատուկ դեսպանորդը։ Նրա խոսքով տարածքային զիջումների հարցը ամենակարևորն է կարգավորման գործընթացում եւ դրանց շուրջ քննարկումները շարունակվում են։ Սա կլինի ամենակարևոր հարցն ու թեման եւ մենք կշարունակենք այս բանակցությունները եւ հուսով եմ կկարողանանք հասնել կամ մշակել որոշակի փոխզիջումներ այս հարցի շուրջ, ասել է Ուիտքոֆը։ Բոլիվարյան հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ Սիլվիա Պերեսի ձերբակալման գործողությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 152 ամերիկյան ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բարդ գործողություն էր, դրան մասնակցել են 152 ինքնաթիռ եւ մեծ թվով զինվորներ։ Այն տպավորիչ էր, մեր կողմից զոհեր չկան, բայց ցավոք շատ մարդիկ զոհվեցին։ Մահացածների մեծ մասը կուբացի զինվորներ էին։ Վենեսուելայում գործողության ժամանակ ամբողջ էլեկտրական համակարգը անջատվեց, ասել է ԱՄՆ առաջնորդը։ Խոսելով Նիկոլաս Մադուրոյի մասին, Թրամփը մեղադրել է նախկին նախագահին միլիոնավոր մարդկանց մահվան համար պատասխանատու լինելու մեջ։ Նրանք Կարակասի կենտրոնում խոշտանգումների խցիկ ունեն, ասել է ամերիկացի առաջնորդը։ Թրամփը Մադուրոյին նաև մեղադրել է իր պարերը ընդօրինակելու մեջ։ Նա բռի մարդ է, բարձրանում է բեմ եւ փորձում է մի քիչ ընդօրինակել իմ պարը, ասել է նախագահը։ ԱՄՆ վարչակազմը պահանջել է, որ Վենեսուելայի կառավարությունը շտապ վերանայի նավթի արդյունահանման մասին օրենքները ամերիկյան ընկերությունների համար օգուտ բերելու նպատակով։ Վաշինգտոն Փոստի հաղորդմամբ այս մասին հայտնել է Դեյվիդ Իգնատիուսը։ Վաշինգտոնի վարչակազմը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին մի քանի օրվա ժամկետ է տվել վերաշարադրել Վենեսուելայի նավթային օրենքը ամերիկյան ընկերություններին արտոնյալ մուտք տալու համար, ասվում է հոդվածում։ Ինչպես նշվում է, ամերիկյան էներգետիկ ընկերությունների որոշ փորձառող ղեկավարներ զգուշացնում են, որ Վենեսուելայի նավթարդյունաբերության արտիականացման գործընթացը կլինի երկար եւ թանկ։ Չինաստանը պնդում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ անհապաղ ազատարձակման մասին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Ոչ մի երկիր չի կարող իր ներքին կանոնները միջազգային իրավունքից վերդասել։ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ ազատարձակել նախագահ Մադուրոյին եւ նրա կնոջը, ապահովելով նրանց անձնական անվտանգությունը, ասել է նա։ Եվրոպացի առաջնորդները եւ ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն համաձայնության գալ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերի շուրջ, հաղորդում է Bloomberg-ը հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների տվյալներով համաձայնագրի նախագիծը կարող է նախատեսել ամերիկյան զորքերի ներկայություն Ուկրաինայում խաղաղության կնքումից հետո եւ ԱՄՆ-ի օգնությունը հրադադարի մոնիթորինգի հարցում, այդ թվում հետախուզական տեղեկատվության տրամադրման միջոցով։ Աղբյուրների փոխանցմամբ հաջողության դեպքում Ուկրաինայի դաշնակիցները հույս ունեն
ռուսական կողմին ներգրավել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ քննարկումներում։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Փարիզում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բալտիկայում դաշինքի արևելյան թևի պաշտպանության եւ արկտիկական համագործակցության հարցերը, ասվում է Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Մասնավորապես կողմերը քննարկել են Կանադայի կողմից իր գլխավորած վերահսկողություն առաքելության երկարաձգումը, որի շրջանակներում Բալտիկայում տեղակայվել է բազմազգ բրիգադ։ Վարչապետ Քարնին նաեւ վերահաստատեց Արկտիկայի կարևորությունը դաշինքի անվտանգության համար, նշելով, որ Արկտիկայի դաշնակիցները ամրապնդում են իրենց պաշտպանական կարողությունները ամբողջ տարածաշրջանում, ասվում է հայտարարության մեջ։ Նրանք նաև քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը։ Քարնին ընդգծել է, որ Կանադայի ընդհանուր ներդրումը Կիևի զենքի մատակարարման ծրագրին կազմել է 892 միլիոն կանադական դոլար։ Նախ շնորհավորում եմ եւ շնորհավորում եմ ոչ միայն Եվրոմեդիային, այլ նաեւ մեծ բոլորից, որովհետեւ Եվրոմեդիան չնայած ընդամենը 1 տարեկան է, բայց մուտքը բավական խոստումնալի է, չեմ ասի շռնդարի, որովհետեւ լրատվամիջոցի համար այնքան բաժշատ չի, բայց իսկապես նոր որակի հետ առնչվեցինք ու այդ առիթով պիտի բոլորս այս ուրախությունը համարենք մեր ուրախությունը։ Այս 1 տարին թող դառնա 10 տարի, 100 տարի, բայց իհարկե կարգին Հայաստանում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաջողություն է մաղթել Վենեսուելայի նորընտիր նախագահ Դելսի Ռոդրիգեսին, վերահաստատել է Վենեսուելային աջակցելու իր պատրաստակամությունը եւ հանդես եկել այդ երկրի շուրջ իրավիճակի լիցքաթափման օգտին, երկխոսության եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Մենք ողջունում ենք այդ երկրի պաշտոնական իշխանությունների կողմից ձեռնարկված ջանքերը պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահերը պաշտպանելու համար։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի անսասան համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի եւ կառավարության հետ։ Մենք նորընտիր նախագահ Դելսի Ռոդրիգեսին հաջողություն ենք մաղթում Բոլիվարյան Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը շարունակելու անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր բարեկամ երկրին Վենեսուելային, ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունք առանց որևէ ապակառուցողական արտաքին միջամտության։ Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս ստեղծված իրավիճակի լիցքաթափման եւ առկա ցանկացած խնդրի լուծման օգտին, կառուցողական երկխոսության եւ միջազգային իրավական նորմերի, առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրության հարգանքի միջոցով, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով պատրաստվում են ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել նաև միջազգային ատյաններ, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Միքայել Սրբազանի գործով մենք արդեն հիմա անցել ենք կալանքի հատվածին եւ արդեն եվրոպական դատարան դիմելու փաթեթ ենք նախապատրաստում։ Մինչև փետրվարի 4-ից 5-ը կդիմենք, տեղեկացրել է փաստաբանը։ Հունվարի 12-ին ժամը 16:00-ին վերաքնիչ քրեական դատարանում նշանակված է Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով դատական նիստը, այս մասին հայտնել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը։ Փաստաբանի փոխանցմամբ դատական կազմը ներկայացնում են նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը, Մակար Կիրակոսյանը եւ Արմեն Բեկթաշյանը։ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածուն է։ Բանակը տղամարդ է դարձնում, պետք է հայրենիքի նկատմամբ պարտքը կատարել։ Հայաստանում այսօր հունվարի 7-ին մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Տարբեր մարզերից, քաղաքներից ավտոբուսներով զորակոչիկներին տեղափոխել են կենտրոնական հավաքակայան, որտեղից էլ նրանց տեղափոխել են զորամասեր։ Բազմաթիվ ծնողներ, հարազատներ, քաղաքացիներ հավաքվել էին իրեն զինվորին բանակ ճանապարհելու։ Այս տարվանից այս զորակոչից սկսած ծառայությունը դարձել է 1.5 տարի։ Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը անդրադառնալով իր վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթին այն որակել է կեղծ։ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է փաստաթուղթ, ըստ որի Եզրաս arczepiskoposը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։ 2025 թվականին ամենաշատ վաստակած գրոսմայստերը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։
Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն անցած տարի մասնակցել է 16 մրցաշարի եւ վաստակել է 1.455 միլիոն դոլար, հաղորդում է Chess.com-ը։ Երկրորդ տեղում է ամերիկացի Ֆաբիոնո Կարուանան, որը մասնակցել է 19 մրցաշարի եւ վաստակել է 889,000 դոլար։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը եզրափակում է առաջատար եռյակը։ Նա մասնակցել է 15 մրցաշարի եւ վաստակել է 751,000 դոլար։ Հաշվարկը կատարելիս ներառվել են հաղթանակի համար առնվազն 10,000 դոլար մրցանակով մրցաշարերը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գնահատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի վերաբերյալ, ընդգծելով, որ կղզու ապագան պետք է որոշեն այնտեղ ապրող մարդիկ։ Կանցլերի խոսքով Գրենլանդիան պատկանում է իրեն բնակեցնող ժողովրդին։ Նա հավելել է, որ Արկտիկայի անվտանգության հարցը մնում է Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի գործընկերների առաջնահերթություններից մեկը, ներառյալ ԱՄՆ-ն, Դանիան եւ վերջինիս ենթակայության տակ գտնվող Գրենլանդիան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպում անցկացնելու մտադրության մասին։ Ֆրանսի 2-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ամեն ինչ պետք է կազմակերպվի կարճաժամկետ հեռանկարում։ Մակրոնը նաև հավելել է, որ երկու երկրների միջև շփումները ներկայումս վերականգնվում են եւ պետք է կայանան մի քանի շաբաթվա ընթացքում։ Նա ընդգծել է երկխոսության հնարավորինս շուտ անցկացնելու կարևորությունը։ Դանիայի կառավարությունը լուրջ է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կղզին գրավելու սպառնալիքներին եւ ոչ թե միայն որպես ռետորաբանություն կամ բանակցային մարտավարություն։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն Դանիայի կառավարությունը անկեղծորեն մտահոգված է եւ լուրջ է վերաբերվում Թրամփի սպառնալիքներին եւ ոչ թե պարզապես որպես ռետորաբանություն կամ բանակցային մարտավարություն, հայտնել է պարբերականը։ Լրագրողները նշում են, որ դանիացի քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններն արտացոլում են այս մտահոգությունը եւ Դանիայի կառավարությունը դժկամությամբ է հրապարակային հայտարարություններ արել էսկալացիայից խուսափելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի վրա գործողությունները հսկայական հետևանքներ ունեն Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար, քանի որ դրանք Միացյալ Նահանգներին հակադրում են ռազմական դաշինքի մյուս անդամների դեմ։ Նման տեսակետ է հայտնել Bloomberg-ը։ Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի գործողությունները Միացյալ Նահանգներին հակադրելու են Տրանսատլանտյան ռազմական դաշինքի մյուս անդամների դեմ, որը նա ղեկավարում է եւ որի ստեղծմանը նպաստել է։ Սա կխաթարի Հյուսիսատլանտյան դաշինքի հեղինակությունը եւ աննախադեպ ռազմական ծախսերի բեռ կդնի Եվրամիության վրա, նշել է պարբերականը։ Լրատվամիջոցը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Գրենլանդիայում հեռահար հետևանքներ կունենա ուժերի ամբողջ հավասարակշռության համար, հնարավոր է անկայունացնելով ամբողջ արևմտյան դաշինքը։ Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը, տոնեց իր ծնունդը, մեկ հարկի տակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Հեղինակավոր տնտեսագետ մրցանակը շնորհվում է մի մարդու, ում անունը տասնամյակների շարունակ եղել է տնտեսական քննարկումների առանցքներում։ Եվ որի գնահատականներն ու վերլուծությունները հասանելի են եղել թե մասնագիտական շրջանակներին, թե լայն հանրությանը։ Հրանտ Բագրատյանը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ է, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, այն տնտեսագետներից է, ով կարողանում է հանրային քննարկումը ձևավորել իր ելույթներով ու տնտեսական մտածողությամբ։ Նրա ելույթներն ու հրապարակային դիրքորոշումները մշտապես եղել են սուր, ուղիղ եւ քննարկումների առիթ տվող։ Այսօր մենք արժևորում ենք մեր խոշոր տնտեսագետին, ում կարծիքը ընկալելի է եւ ում անունը ճանաչելի է թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։
Սիրով բեմ ենք հրավիրում Հրանտ Բագրատյանին։ Հեղինակավոր տնտեսագետ։ Արմեն ջան, շնորհակալություն, շնորհավորում եմ ձեր կոլեկտիվին։ Ի վերջո ձեր աշխատանքի շնորհիվ մենք ստացանք անկախ մամուլ, մի լուրջ օջախ, որտեղ հնարավորություն ունենք արտահայտվելու։ Ես բերել եմ ձեզ, որպես հիշատակ ստորագրել եմ, թողնեմ 2 գիրք իմ գրքերից, ես գրել եմ 20 գիրք, որից 2-ը բերել եմ, այս առաջինը, որ 25 տարի առաջ է լույս տեսել, որը որոշ սայտերում գրքերի մի 7 տարի շարունակ լիդեր էր, այս առաջինը մեր պատմության մասին է, Հայաստանի պատմությունը ներկայացվում է Վալերի Բրիսովի և Դյակոնովի գրի բանով, թե հայերի պրոբլեմը են է, որ իրանք վատ տեղ են գտնվում, այս գիրքը ասում է, որ հայերի պրոբլեմը հայերն են, և գուշակում էր, որ հայերի հետ բարդ ժողովուրդ ենք, հայերի հետ կարող են վատ բաներ պատահել հայերի պատճառով, որ զգուշանանք, որ տենց բաներ չանենք, կարանք գժվենք ու տենց բաներ անենք, են դժվարությունները, որ մենք ամեն օր տեսնում ենք, 3-րդ թե 4-րդ անգամն է։ Սա այս մի գիրքն է, 25 տարի առաջ հրատարակված։ Այս մեկը մի ամիս առաջ հրատարակվեց, և սա էլ ասում է, թե աշխարհում ինչ կլինի 20-ից 30 տարի հետո, ինչ անենք, որ նորից բանի մեջ չգնենք, ելնում է այն տեսակետից, որ շատ արագ առաջիկայում կլուծվեն Հայաստանի հիմնական քաղաքական և տնտեսական պրոբլեմները, բայց դրանից հետո մեզ նոր չելենջ է սպասվում, նոր մարտահրավեր, ես սա նվիրում եմ ձեզ և մաղթում բեղմնավոր գործունեություն, շնորհակալություն։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է հետվճարի միջոցով կենսաթոշակների և նպաստների բարձրացման ծրագրին, մանրամասներ ներկայացնելով նոր փոփոխությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ հունվարի 1-ից թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրից հետվճարի չափը կազմում է 20% մինչև 10,000 դրամ։ Դրա համար պարզապես պետք է Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ։ Այսօր ուզում եմ կրկին խոսել հետվճարի միջոցով կենսաթոշակների և նպաստների բարձրացման վերաբերյալ, ինչպես գիտեք, մենք փոխել ենք չափը հետվճարի և հունվարի 1-ից այն կազմում է 20% մինչև 10,000 դրամ և դուք կարող եք ձեր կենսաթոշակները և նպաստները ըստ էության ինքնուրույն բարձրացնել այդքան չափով, դրա համար պարզապես պետք է առևտուր իրականացնել անկանխիկ առևտրի կետերից Հայաստանի Հանրապետությունում գործող։ Բայց ուզում եմ խոսել նաև մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին, դա 2% հետվճարին է վերաբերում, որը էլի կրկին հնարավոր է ստանալ անկանխիկ առևտրի միջոցով, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն առկա քարտով։ Հիմա ուզում եմ ցեզ ցույց տալ նաև պատկերավոր կերպով, տեսեք, սա վիզա քարտ է մեր բանկերից մեկի, ես հատուկ փակել եմ, որ գովազ չհնչի, իսկ սա առկա քարտ է, որի վրա գրված է առկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ վիզա կամ մաստեր փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ գույները կարող են տարբեր լինել եւ բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը եւ որ Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևիցե գործողություն կա, դա ամենավերջի սրիկան է։ Դա նշանակում է, որ այլ երկրներից, այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար եւ պետք է իրենք ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահել։
Երեք նման հայտարարություններ է արել ազգային ժողովի իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ ՀՅԴ-ՀԳՄ ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Սուքիասյանի հայտարարություններին։ Նոր տեսա, որ Հայրենադավի եւ Տիրադավների երթին միացած նախկին եւ ներկա օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, թե ով կասի իրենք եկեղեցին քանդում են, նա ամենավերջին սրիկան է։ Ուրեմն լսի կրզո, ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները, ովքեր Արցախը ծախեցին, հիմա էլ տղերքի հարյան վրա փող են աշխատում ու 30 արծաթի դիմաց պայքարում հայկական ինքնության դեմ։ Հանգիստ նստի տեղդ ու սպասի քո պատասխան տալու ժամանակին։ Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի կարող ոչինչ պարտադրել։ Այս մասին հունվարի 6-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Բաքում լրագրողների հետ զրույցում նշել է ազգային ժողովի ԿՊԱ-ական падգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նրան, որ իր ընտանիքին պատկանող ընկերությունն է ադրբեջանական բենզինը ներկրել եւ պարտադրել են բենզալցակայաններին, որ պետք է անպատճառ այդ բենզինը վաճառվի։ Հայաստանը վերջին 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի համար տասնամյակներ շարունակ տրանսպորտային ուղիները փակ են եղել եւ Հայաստանը մեծ գումարներ է վճարել տրանսպորտային ծախսերի համար։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանն իր հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80%-ը կտնտեսի 80-ից 100 միլիոն դոլար տարեկան, իսկ եթե Հայաստանի Հանրապետությունն իր հարևաններից ձեռք չի բերում, հարևանները 10,000 անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրների եւ միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ Հայաստանը կարող է տնտեսել 80-ից 100 միլիոն դոլար եւ այդ գումարը կգնա այլ ոլորտների զարգացմանը։ Իսկ այդ երեխայական չկրթված, չգիտեմ որտեղից ի հայտ եկած, որ ասում են $100,000 գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի։ Եթե ուզում ես տնտեսություն զարգացնես, պետք է դրա համար խելք ունենաս։ Պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, ֆունդամենտալ խորքային խելք ունեցողներին էլ եմ ճանաչում, ասել է Խաչատուր Սուքիասյանը։ Լոռու մարզի բնակավայրերից մեկում տանը 5 ամսական երեխայի դի է հայտնաբերվել։ Հունվարի 5-ին ժամը 12:00-ի սահմաններում Ալավերտի բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ահազանգ է ստացվել, փոշտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։ Պարզվել է, որ մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ տիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարազատներն իրավապահներին հայտնել են, որ տանը երեխան հանկարծամահ է եղել։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Հայաստանի սահման տանող ճանապարհային փարավանի լեռնանցքով ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Ավելի վաղ բեռնատարների համար երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Սահմանափակումները գործում էին պետական նշանակության Կոդա Պարցխիսի, Մանգլիսի, Ծալկան Ինոցմինդա ավտոճանապարհի 94-ից 110 կիլոմետրի հատվածում։ Մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը բաց է եղել։ Եղանակը առաջիկա օրերին հունվարի 7-ից 8-ը 9-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ, հունվարի 9-ի ուշ երեկոյան եւ 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-ից 9-ի ցերեկը կբարձրանա 3-ից 5, հունվարի 7-ից 10-ի գիշերը 16-ից 20, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 4-ից 6 աստիճանով։